Եվ այսպես, սիրելի կարիճներ, այժմ ես անդրադառնում եմ ձեր նշանին, որպեսզի ներկայացնեմ ապրիլ ամսվա ուրեմն կանխատեսումը։ Ձեր նշանի համար դուք իհարկե երկրորդ տեղում եք, ինչպես որ կաք այդպես պահպանել եք, իհարկե միտում կա լինել առաջինը, տեսնենք արդյոք հիմա դա ձեզ կհաջողվի, թույլ կտան արդյոք ձեզ այդտեղ ջուրները։ Տեսնենք, իսկ հիմա իդեպ ասեմ, որ այսօր 22-ն է մարտի եւ իմ օրացույցով Ուրանի օրն է։ Դա ասում է այն մասին, որ ձեր կյանքում կլինեն փոփոխություն, ինչեւ իհարկե ապրիլին դուք որոշակի համենայն դեպս ինֆորմացիա, ապրիլին դուք դա անպայման կլինի բոլորի մոտ, իհարկե յուրաքանչյուրի մոտ տարբեր հարցեր կարող են լինել, բայց ինֆորմացիան գիտեք հատկապես արտերկրի հետ կապված, միգուցե սովորելու, միգուցե դասավանդելու, միգուցե ինչ-որ այլ գործարքներ ունեք, որ կապված է արտերկրի հետ, միգուցե դուք արտերկրում եք, կամ եթե դուք արտերկրում եք Հայաստանի հետ, եթե Հայաստանում եք արտերկրի հետ, հա, այս կերպ, եթե ասեմ արտերկիր, դրանով է պայմանավորված եւ անպայման նախաձեռնությունը պետք է լինի ձեր կողմից, սիրելի կարիճներ, եթե ձեզ մոտ ինչ-որ նպատակներ կան, որ ասենք որոշակի ժամանակ տարիներ կամ ամիսներ իրեն կուտակվել են ձեր մոտ եւ դուք ուզում եք դա կյանքի կոչել, բայց ինքը այդպես ձգձգվում էր, միգուցե համապատասխան, ասենք ժամանակը չէր, տվյալ մարդուն չէի կարողանում գտնել, կամ դեռևս նյութը չկար, ինչևէ, տարբեր պատճառներով դա չէի կարողանում իրականացնել, հիմա ես կարծում եմ դուք կկարողանաք, իհարկե տեսնում եք, այստեղ ընդամենը մի համընկնում, որ ձեր ուրեմն Ուրանի հետ է համընկել, այսպիսի փոփոխություններ փաստորեն կլինի եւ նախաձեռնողը պետք է լինեք դուք, եղեք ակտիվ եւ քայլ արեք, անպայման չի, քայլ արեք, միգուցե եւ ուրեմն դա արդեն ձեր անձնական քարտեզով պայմանավորված, միգուցե եւ ամեն ինչ բարեհաջող է լինում, այն ինչ որ ասացի երկար տարիներ չէի կարողանում, կամ ամիսներ հիմա արդեն կկարողանաք կյանքի կոչել բոլոր դեպքերում փորձեք, ես հիմա կասեմ երբ է հարմար ժամանակը, որովհետև դեռևս մոլորակները մարտ ամսին հիմա դուք կարող եք դա քննարկել, որոշակի քայլեր անել, բայց իհարկե ուրեմն երբ մոլորակները Մերկուրին մասնավորապես Վեներան կդառնան ուղղընթաց, այդ ժամանակ նոր դուք կարող եք ուրեմն իրականացնել եւ այսպես սկսենք հենց Մերկուրից, որը ապրիլի 7-ին կդառնա ուղղընթաց։ Իդեպ ասեմ, Մարսը արևը բնականաբար ինչպես միշտ ճշգրիտ ինքը կփոխի իր նշանը, Մարսը կփոխի իր նշանը, Վեներան եւ Մերկուրին եւս կհասցնեն իրենց նշանները փոխել եւ նորալուսին պիտի ունենանք։ Հիմա Մերկուրին հարաբերությունները, ինֆորմացիան եւ այն ամենը ինչ որ կվերաբերի, ինչ որ ձեզ անհանգստացնում է, դա ուրեմն ապրիլի 7-ին ինքը կդառնա ուղղընթաց ձկան նշանում։ Վեներան եւ Մերկուրին արդեն այդ ժամանակը գտնվեն ձկան նշանում եւ իրենք այնտեղ դառնալու են ուրեմն ուղղընթաց, այդ ժամանակ արդեն մասնավորապես երբ Վեներան եւս կդառնա ուղղընթաց, նոր դուք կարող եք ինչ որ այդպես կոնկրետ արդեն քայլեր անել եւ մենք տեսնում ենք, որ տեղաշարժվի, այստեղ գիտեք ինչ, հնարավոր է որոշ մարդկանց մոտ աշխատանքի հետ կապված լինի, հարցեր կա, որ պետք է վերանայեք, միգուցե մեծացնեք ձեր հնարավորությունները, միգուցե տեղափոխվեք ուրիշ տեղ, շատ տարբեր կարող է լինել, կամ միգուցե հարաբերությունները ճշտեք ձեր աշխատողների հետ, գոլեգաների հետ, կամ ղեկավարության հետ եւ այլն, շատ դա կարեւոր է վերանայեք այդ ամենը, եթե դուք հնարավորություններ ունեք ավելի լավացնելու, բարեփոխելու իրավիճակը, աշխատանքը եւ այլն, կամ նույնիսկ ես ձեզ ասեմ, սա կարող է վերաբերել առողջությանը եւ այստեղ մոլորակները ձեզ հուշում են, որ ինչ որ առողջական խնդիրներ ունեք կամ պարզապես աշխատանքը այնպեսին է ծանրաբեռնված միգուցե ոմանց մոտ, որ դա կարող է հետագայում առողջականի վրա անդրադառնալ, այնպես որ ուշադիր եղեք, հատկապես մենք հիմա գտնվում ենք մարտ ամսին խավարման միջանցքում, երբ շատ ավելի խորհուրդ է տրվում հանգստանալ, դա կոնկրետ ձեզ բավականին վերաբերվում է, սիրելի կարիճներ, հանգստին ժամանակ տրամադրեք, այնուհետև 13-ին
Վեներան կդառնա ուղղընթաց եւ 13-ին էլ կլինի նաև լիալուսինը։ Բան նրանով, որ Վեներան ինքը գտնում է էկզալտացիայում, ձկան նշանում է տեղ է դառնալու ուղղընթաց եւ այստեղ հնարավոր է ձեր աշխատանքի թեման լինի, ոմանց մոտ սիրո թեման կարող է լինել, որ ինչ որ հարցեր մնացել են կիսատ եւ հիմա սիրո երեխայի թեմայով ընդհանուր հարցեր կան, որ մնացել են կիսատ եւ դուք դա պիտի ուրեմն հասցնեք ավարտին։ Միգուցե ձեր երեխան ուզում է գնալ աշխատանքի օգնում եք իրեն աշխատելու հետ կապված կամ աշխատանքի հետ կապված կամ ասենք առողջական հարցերով ինչ որ այդպեսի խնդիրներ կան երեխայի թեմային վերաբերող դուք դրան եւս հնարավոր է անդրադառնաք։ Ահա, իսկ լիալուսինը, որ հենց նույն օրերն է կայանում փաստորեն Վեներան կդառնա ուղղընթաց եւ լիալուսինը մի օրում դա կկատարվի, ասեմ որ լիալուսինը գիշերը ժամը 4:22 կլինի լիալուսինը եւ արևը լուսինը կհակադրվեն 24 աստիճանում, այնտեղի կունենա կշարքի նշանը, որը ձեր 12-րդ տունն է եւ միգուցե այստեղ որոշակի բաներ ձեզ համար կբացահայտվեն եւ ի վերջո դուք կգաք համոզման, որ ինչ որ բան պիտի արվի, ինչ որ բան պիտի փոխվի կամ միգուցե միջև այդ արդեն որոշակի քայլեր ձեռնարկեք։ Այսպես այնուհետև 16-ին Մերկուրին կմտնի խոյի նշան եւ այնտեղ կմնա մինչեւ մայիսի 10-ը դա ասում է այն մասին, որ տեսեք նորից վերաբերում եք կիսատ գործեր կար ձեր աշխատանքի հետ կապված, առողջության հետ կապված ինչ որ հարցեր կան, իհարկե այդ ժամանակ արդեն Մերկուրին կմտնի, գիտեք միտքը այդտեղ լավ է աշխատում եւ հնարավոր է որ դուք արդեն շատ հստակ գնաք դեպի ձեր նպատակը, իմանաք ձեր անելիքները, այնպես որ եթե ինչ որ հարցեր կլինեն, անպայման դիմեք, անպայման փորձեք այդ ամենի լուծում տալ կամ դա կարող է ձեր աշխատանքի հետ աշխատանքին վերաբերել եւ այդտեղ փորձեք եւս եթե խնդիրներ կան, որտեղ դա ձեր անձնական քարտեզով է պայմանավորված, փորձեք հարցերը կարգավորել, հանդիպումներ կազմակերպել կամ ազդեցիկ ինչ որ մարդկանց հետ եւ այլն եւ կարողացեք հնարավորություն է տալիս, որպեսզի դուք այն կարգավորեք եւ իհարկե միանշանակ հետեւում ենք առողջությանը, դա շատ կարեւոր է, տեսնում եք, զգուշացնում եմ։ Իհարկե այս ժամանակահատվածում դուք ջրի նշան եք եւ բնականաբար ձեզ ջուրը շատ ավելի ուրեմն կօգնի ձեզ անպայման հաճախեք լողավազան, դա ձեզ կօգնի։ Ահա, 18-ին Մարսը կփոխի իր նշանը, վերջապես Մարսը շատ այդպես տանջեց խեցգետիններին, բայց իհարկե Մարսի գտնվելը ուրեմն խեցգետնի նշանում, ջրի նշանում ձեզ համար լավ էր, մեծ հաշվով եթե շատ մոլորակներ ունեք, կարիճներ, ապա ինքը այդ դասավորությունը շատ ավելի ձեզ համար բարենպաստ էր, բոլոր դեպքերում ինքը կավարտի, ինչպես որ ասացի, արտերկրի հետ կապված հարցեր, կամ եթե արտերկրում եք հայրենիքի հետ կապված մարդկանց հետ հանդիպումներ, ասած է սովորել կամ դասավանդել, ցանկացած տարբեր հարցեր կլինեն, որ ձեզանից պահանջում էր վերանայել, քայլեր անել, որոնք կապված են ձեր ապագայի հետ, ձեր երեխաների հետ, նաև նրանք ովքեր երեխաներ ունեն, ինչևէ սիրո հետ նաև ոմանց մոտ եւ դուք որպեսզի դուք կարողանաք ձեր արժեվ դրված խնդիրները կարգավորել։ Իսկ ինչպես որ նշեցի, ձեզանից է կախված դուք պետք է քայլերը անեք, այսինքն չսպասեք, որ ձեզ արտերկրից կամ հայրենիքից ինչ որ մեկը պիտի օգնի, դուք պիտի անեք, դուք պիտի այդ փոփոխությունը մտցնեք ձեր ընտանիքում, ձեր կյանքում, այսպես եւ բնականաբար Մարսը երբ կմտնի ուրեմն կրակի նշան, այնտեղ ինքը ավելի լավ է զգում, ճիշտ է, այստեղ որոշակի միգուցե խոչընդոտների հանդիպեք ձեր ապագայի հետ կապված, բայց ամեն դեպքում դրանք հաղթահարելի են, ինչ խոսք հաղթահարելի են, կկարողանաք հաղթահարեք եւ կկարողանաք հասնել ձեր նպատակներին, որտեղ դուք շատ ուժեղ եք։ Ահա, եւ 20-ին արևը կփոխի իր նշանը, ինքը կտեղավորվի ձեր հակադիր նշանում եւ ինքը, գիտեք, այստեղ կօգնի, հավանաբար հարաբերություններում, թե անձնական կյանքում, թե պարզապես գործնական շփումներում
գործնական հանդիպումներ, նույնիսկ արևոք փորձի ձեզ օգնել։ Գիտեք ինչ եմ ուզում նշել, հետևյալը, որ ապրիլի կեսերին գիտեք մենք ունենք ոչ այդքան լավ միացություն եւ կապված է պարտների հետ, գիտեք այստեղ հնարավոր է որ ինչ որ մի բան, միգուցե ոմանց մոտ, նույնիսկ տեսեք դա ձեր անձնական քարտեզով է պայմանավորված, միգուցե ինչ որ խոչընդոտ որ կար ձեր կյանքում, դուք դա կարողանաք ի վերջո այդ խոչընդոտը հեռանա ձեզանից, քանդվի ուղղակի ինքը եւ ձեզ համար ճանապարհ բացվի։ Այսպիսի բան կարող է լինել, գիտեք երկուսը, այսինքն նայած ինչպիսի էներգիա է կուտակվում ձեզ մոտ, ասեմ դա ձեր անձնական քարտեզով է, որ ուրիշ ավելին ուրեմն չեմ կարող ասել, կամ ինչ որ մի խոչընդոտ կառաջանա, ինչ որ մի լավ բան կավարտվի հարաբերություններում, կամ միգուցե հեռանա, միգուցե դուք ձեր թշնամիներից եք ազատվում, այն թշնամիները որ կան, ի վերջո դուք կարողանում եք ազատվել, այսպես եւս հնարավոր է, այսինքն նայած ինչպիսի դասավորություն ունեն, ինչպիսի этаպում եք գտնվում գործողությունների, իրադարձությունների, դրանով էլ պայմանավորված, բոլոր դեպքերում կարող է եւ լավը քանդվել եւ վատը քանդվել ձեր կյանքում, արդեն դա ձեր վերաբերմունքից թե դուք ինչպես կվերաբերվեք եւ ինչ ուղղությամբ, կարևորը որ դուք ինֆորմացիան իմացաք, գիտեք որ ասենք 15-ից 25-ը մոտավորապես այդ ժամանակահատվածում պլյուս մինուսով եմ ասում, այդպիսի իրադարձություն կարող է լինել, լինում ենք ուշադիր, որպեսզի անակնկալի չգանք, եւ այսպես 27 ապրիլի տեղի կունենա նորալուսինը, ժամը 23:30:59 արևև լուսինը կմիանան 8 աստիճանում եւ դա կլինի ձեր հակադիր նշանում, միգուցե դուք, քանի որ նախաձեռնությունը ձեր կողմն է, դուք ինչ որ նոր սկիզբ եք դնում եւ այդ նորից ձեր անձնական քարտեզով պայմանավորված, դա կարող է շատ հաջող սկիզբ լինել, թե գործնական, թե միգուցե անձնական հարցերում կարողանաք, այսինքն տեսեք ստացվում է այսպես, որ ինչ որ մի բան քանդվում է եւ այստեղ դրվում է նոր սկիզբ կապված պարտների հետ, ասացի թե գործնական եւ թե անձնական ձեր կյանքում, այսպիսի մոտապես իրադարձություն կլինի եւ իհարկե 30-ով մենք կավարտենք Վեներայի մասին է խոսքը, Վեներան կմտնի խոյի նշան եւ այնտեղ կմնա մինչեւ հունիսի 6-ը եւ ասեմ, որ արդեն հետո կտեղափոխվի բնականաբար ցուլի նշան, որտեղ ինքը դա ձեր դեպքում եւ կարելի ասել եւ իր տունն է եւ իր նշանն է, այնպես որ ինքը այդտեղ իրեն լավ կզգա հարաբերություններում, բայց դա իհարկե հունիսի 6-ին, հունիսի մինչեւ 6-ը փաստորեն մոտ 1 ամիս ուրեմն Վեներան կգտնվի խոյի նշանում, այստեղ ես նորից պիտի հորդորեմ ձեզ զբաղվել ձեր առողջությամբ, ամեն ինչից անկախ, այստեղ կարևոր է առողջությունը, այստեղ կարող է սիրո թեմա լինել, ձեր աշխատանքի հետ կապված ֆինանսական հարցեր, հնարավոր է որ դուք քննարկեք, բոլոր դեպքերում այսպիսին կլինի, ինքը ասացի լավ չի զգում խոյի նշանից եւ իհարկե ձկան նշանից տեղափոխվի, որտեղ ինքը բարձրակետում է եւ դուք պիտի փորձեք բարձր պահել Վեներայի տրամադրությունը, այն է սիրո թեման, սիրո զգացողությունը չկորցնել եւ իհարկե աշխատանքի վերաբերող այլ ամենակարևորը առողջությանը վերաբերող ուրեմն թեմաներ են, անպայման ուշադրություն դարձրեք, որովհետև այստեղ մոլորակներ կուտակվել են եւ ձեզ ասելիք ունեն այդ թեմայով, ձեր առողջության հետ կապված, այնպես որ հատկապես ասացի խավարման միջանցքում մեծ ուշադրություն դարձրեք ձեր առողջական վիճակին, սա էր իմ ասելիքը, սիրելի կարիճներ, հիշեք, որ նախաձեռնությունը ձեր ձեռքում է, դուք պետք է քայլեր անեք, սա շատ կարևոր է, ճիշտ քայլերի դեպքում ուրեմն դուք կարող եք հաջողել, ոչ թե նստել սպասել եւ հետո բողոքել, որ ձեր մոտ ոչինչ չի ստացվում, այլ դուք քայլեր արեք եւ դա կարող է ուրեմն կարող եք շատ բաներ բացահայտել ֆինանսների հարցում, պետք է ուշադիր լինեք, դա նորից պայմանավորված է ձեր անձնական քարտեզում, թե դուք երբ կարող եք, ասենք, ֆինանսեր կորցնել կամ միգուցե ինչ-որ միտեղ ներդնում եք այդ ֆինանսները, ինչ-որ բան եք ձեռք բերում, այդպես տարբեր բոլոր դեպքերում ինչ-որ քայլեր անեն ձեր կյանքում կլինեն
ճակատագրական իրադարձություններ, ու հատկապես եթե դուք ասցենդենտի նշանով կարիճ եք, իսկ արևի նշանով աղեղնավոր երկօրյակ ձուկ կամ կույս, այդ դեպքում միանշանակ ձեր կյանքում շատ մեծ եւ բուռն իրադարձություններ կլինեն, այսպես լավ եղեք, կիսվեք ձեր տպավորություններով, այդպես շատ խելացի կիր ձևով, իհարկե ցանկալի, որտեղ երբեմն լինում են շատ գրեհիկ ուրեմն պատասխաններ, մարդիկ երբեմն շփոթում են, որտեղ ինչպես պիտի արտահայտվեն, շփոթում են, որ ոչ մեկի պարտավոր չի, մի խոսքով այսպիսի ամեն տեսակի մարդ լինում է, բոլոր դեպքերում կիսվեք, թե ինչպիսի իրադարձություններ եղան ապրիլին, ինչպիսին կլինեն, իհարկե դեռևս արժևում է, արդյոք կատարվեցին, արդյոք օգնեց իմ խորհուրդները, որտեղ շատերն են գրում, որ օգնել է եւ իրենք շատ գոհ են եւ շնորհակալ։ Այսպես, սիրելի կարիճներ, եղեք ակտիվ, ես կարծում եմ դուք հնարավորություն եք առաջինը լինելու։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս, առայժմ լավ եղեք։